Հարկ նժդեհին ծաղրուծանակը դարձել է քաղաքական տերմին։ Իհարկե, եթե քաղաքականություն վարողը դա Նիկոլ Փաշինյանն է։ Մենք հերթական անգամ տեսանք ԱՊՀ երկրների այդ միջոցառմանը, Ալիևի մուտքը տեսանք, ուղղակի, երբ որ դիմավորում էին, ինչպիսի ջերմ ընդունելություն էր Ալիևի հետ եւ անգամ Փաշինյանին հիշատակեցին ծաղրելով, դե Ալիևն էլ եւ Պուտինը նիստի ժամանակ ասես մանգապարտեզի դայակը հարց է տալիս իր սանին։ Երկուսին գումարած երկուսին չի անում բալիկ ջան, նա էլ կակազելով կամ կմալով։ Եվ գիտեք դրա տակ ինչ է թաքնված, երբ որ Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության մասին են խոսում, իսկ Պուտինը այդ թվերը փաստորեն տիրապետում էր ավելի լավ։ Գիտեք ինչ էր Պուտինը լավ տիրապետում, իսկ Նիկոլը չէ, որովհետև դա Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունն էր, որովհետև հայերը թուրքերից վերցնում են եւ մատակարարում են ռուսներին, հասկանում եք, որ թուրքերը շատ չախտոտվեն, արևմուտքի աչքին շատ քխ չդառնան, էլի, թուրքերը մեզ են փչացնում։ Այն եվրոսազանդարները, որ ասում են Նիկոլը, բան տեսեք ինչ է անում, իրենք էլ գիտեն, որ ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս չի գալու, հա, այդ Չիբուխչյան կլինի, Շվիշտոկ կլինի, Մվիշտոկ կլինի, Բիձեն կլինի, ով որ կլինի, Վահագնի դստրիկը կլինի, հասկանում եք։ Իրենք էլ գիտեն, որովհետև իրենք Նիկոլի հետ չեն տեսնում, ուրեմն ինչքան ապուշ են չեն տեսնում իրենց Նիկոլի հետ ոնց է վարվում Պուտինը։ Եվ ասում է նախ անցած տարվա շրջանառության մասին թիվը քիչ հայտարարեց։ Այս տարի էլ ասեց, ինչքան է ասեց 4 միլիարդ, ասեց քիչ ես ասում, ու ասեց այս տարի բան չի մնացել, մի 2-3 ամիս է մնացել։ 2-3։ Այս տարի ասում ավելի շատ է լինելու, քան նախորդ տարի էր։ Այսինքն ինքը արդեն նախատեսել է, որ Թուրքիայի հետ ինչ ծավալի առևտուր պետք է զարգացնի, որի չափերի մասին դե Նիկոլը չգիտի։ Ասենք մեր հնարավորությունները այնքան է, որքան կա, ասենք դու ինչքան էլ ուզենաս, եթե դու չունես այդ ապրանքը, այդ ծավալի արտադրած, դու չես կարող, ասենք ամբողջ աշխարհից կտրես Ռուսաստանին տաս, ծավալն է դե։ Բայց Պուտինն ասում է, «Ստարի ավելի շատ է լինելու»։ Այսինքն ինքը գիտի այդ ապրանքի տեղը, ու այդ ապրանքը Հայաստանում չէ։ Հիմա հասկանում եք, սիրելի հանրություն, Նիկոլը մեզ ոնց է դարձնում նաև միջազգային հանցագործ։ Չնայած ավելի ծանր հանցագործ դարձրել էր, երբ որ մեզ Ալիևը օկուպանտ, էթնիկ զտող էր անվանում, ինքը լռում էր։ Կամ թեկուզ ինքը երբ որ համարում է Արցախն Ադրբեջան, դա բավական է, որ մեզ բոլորից դարձնի ցեղասպան, օկուպանտ, մարդասպան, ռազմական հանցագործ։ Եվ գիտեք հետաքրքիրը որն է, որ այս բանը Քոչարյաններն էլ իրենց հերթին, ասենք դե նրանք կա Պուտինն է, չկա Պուտինն է, չէ։ Ասենք Նիկոլին թուրքերն են փչացնում, հա, թուրքերի հետ բան է պայմանավորվում, ինքը գալիս ասում է, այս խաղաղությունը բերեցի, թուրքերն ընդեղից այնպես բաներ են ասում, որ դա ոչ թե խաղաղություն է, այլ ավելի լավ է հայհոյեն քեզ։ Այսինքն հարվածում են իրենց Նիկոլին։ Այստեղ էլ էս Քոչարյաններն են ռուսներին այնքան են գովում, բայց ռուսները հերթական ստորացումն են մեզ ենթարկում, ստորացման են ենթարկում։ Ասենք, շուրջ, ինչ է նշանակում, էլի, Արցախն Ադրբեջան է ու, ասենք, Պուտինը, որ հայտարարում է Արցախն Ադրբեջան է ու, ասենք, Քոչարյանները Պուտինին չեն մեղադրում, այդ արտահայտության համար։ Հələ մի բանը շուռ են գալի, մեզ են մեղադրում, ասենք, ոնց որ Նիկոլը թուրքերի մոտ մեզ է մեղադրում, ասում, ձեզով էր ասում ձեր երեխեքին 18 տարեկան ուղարկեիք բանա օտար երկրի տարածք կռվելու կամ ծառայելու։ Մեզ մեղադրում է։ Դա թուրքերի մոտ։ Սրանք էլ էս Քոչարյանականներն են։ Մեզ մեղադրում են ռուսներին դավաճանելու մեջ։ Դուք այդ պատերազմը մեր հետ էր թե ռուսների հետ էր։ Այդ պատերազմը մեր հետ էր։ Մենք չէինք կարող ռուսին դավաճանել։ Այդ ռուսն է մեզ դավաճանել։ Այդ երբ ռուսի հետ պատերազմեր մենք էլ մնացինք դենց անտարբեր։ Այդ երբ ենք մենք անտարբեր մնացել ռուսի հետ պատերազմներին։ Երեք էլ իմացանք մի հայ
զոհի մասին ռուս-ուկրաինական ճակատում։ Եվ որքան այդպիսի զոհեր են լինում, որոնց մասին մենք տեղյակ չենք, դա պատգամավորի որդի էր, դրա համար իմացանք։ Այդ որ հոպը տվեցիք Սերժիկի հետ ռուսի ձեռը ու այդ 44 օրյա պատերազմին այդ հոպը մեզ չծառայեց։ Ասենք դուք մտածում եք ինչ եք խոսում, մենք դավաճանեցինք ռուսին, ասում են։ Որտեղ դավաճանեցիր ռուսին։ Երբևէ այս 300 տարվա մեջ քանի անգամ ես դու ռուսին դավաճանել։ Որ մի պատերազմում։ Իսկ ռուսը ձեր խոսույթը, ասենք Քոչարյանականների եւ Նիկոլի երկուսով էլ ստորացնում եք հայ ժողովրդին։ Նա դարձնում է օկուպանտ հանցագործ, ցեղասպան Նիկոլը թուրքերի մոտ։ Սրանք ռուսների մոտ մեզ սարքել են դավաճան։ Մենք ռուսներին դավաճանեցինք։ Մեր ռուսներին էս ասենք, մենք ռուսներին ասելով չի։ Հնդկաստանը մինչև հիմա Ամերիկայի հետ կապված շատ հարցերում դեմ է ելնում։ Սխալ գործողություններ է անում, բայց Ամերիկան իր շահերից ելնելով մինչև հիմա Հնդկաստանին ուզում է դեպի իրեն տանի։ Նույն ձևի Պարսկաստանի։ Եթե նայեն, ասենք Ամերիկան նայի Պարսկաստանի կամ Հնդկաստանի խոսույթին, չեմ ասում քայլերին հələ։ Քայլեր են անում նրանք Ամերիկայի դեմ, բայց Ամերիկան չի դադարում այդ մարդկանց դեպի իրեն տանել։ Որտեղ խոսում է դա տնտեսական եւ ռազմավարական շահը։ Այդ տղայական հարաբերություն չէ, դու ինձ վիրավորեցիր, ուրեմն վերջ, ես քո հետ էլ չունեմ։ Այդպես չի։ Այդ Քոչարյանը իր այդ մանկամտությամբ տեսել է, որ Նիկոլ կռուտիտներ է անում, ինքն էլ է անում, ուզում է ասի, ես էլ կարամ խաբեմ ժողովրդին։ Այդպեսի բան չկա։ Եվ այդ որ հեգնում ես, ասում ես, բանը Թրամփը Հայաստանի տեղը չգիտի, անունը չգիտի։ Հա իրոք Թրամփը Հայաստանի տեղը չգիտի, Ռոբերտ։ Նիկոլի անունն էլ չի հիշում։ Բայց ես ձեզ ասեմ, որ Թրամփը քաղաքական գործիչ չէ։ Ինքը ապուշ ծաղրացու է։ Ապուշ ծաղրացու։ Ես որքան էլ Ամերիկային համարեմ աշխարհի թիվ 1 պետությունը, այսօրվա իր ղեկավարը թշնամի է եւ աշխարհին եւ հենց բուն Ամերիկայի։ Իր անկրտությամբ, քաղաքական տհասությամբ։ Երբևէ դու կարաք Պուտինին նման արտահայտություն անեք, ասեք Պուտին, ես ինչ ես ասում Արցախը Ադրբեջանը, չես ամաչում։ Օրինակ, երբևէ քննադատել եք Պուտինին այդ արտահայտության համար։ Թե էլի փորձել եք մեղքը գտնել, ասեք դե մենք քանի որ սենց մեզ պահեցինք, նա էլ սենց ասեց։ Նիկոլի հետ դուք այսինքն 0 դասարան, էլ մանկապարտեզը կարող է բարձել եք։ Ինքն ասում է մեր կառավարությունը 0 դասարանից չի բարձրացել։ Այնպես չի որ քո կառավարությունը 0 դասարանից բարձրացել էր։ Դու հիմա էլ ես 0 դասարան, Ռոբերտ Քոչարյան։ Նիկոլի հետ նույն նստարանում եք նստած դուք։ Նույն նստարանի վրա։ Եվ չզարմանաք, որ վաղը Պուտինը պարտադրի, որ Ադրբեջանից պետք է գազը վերցնեք, բայց էլի ռուսական գազը։ Այստեղ ռուս-հայկական շրջանառությունը այս առումով թույլատնի, որ թուրքական ապրանքներին բերի, որ հանգարց արտաքին աշխարհում բանը չերևա, այդ տարբերությունը չերևա։ Չէ, համաշխարհային շուկայում նայում են Հայաստան, Ռուսաստան ապրանքաշրջանառությունը թրիշկային աճեց։ Գազը կհանի կասի Ադրբեջանից կառնես, բայց էլի ռուսական գազը։ Ձևակերպես Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառություն համել բարեկամության քո, որ Թուրքիայից եկող ապրանքները այդ գազի տեղը մտնեն, որ թրիշկային ծավալ չերևա ռուս հայկական ապրանքաշրջանառության, որ Ռուսաստանը չբացահայտվի, որ Թուրքիայի հետ առևտուր է անում։ Այնպես որ պատրաստվեք ավելի նոր, եթե սիրելիություն, եթե մենք մնում ենք Ռոբերտի, Նիկոլի, հա, կամ Կրեմլա հապատակների եւ թրկահապատակների շրջանակում, եթե մեր ընտրությունը լինելու է այս շրջանակում, ռուսներն ու թուրքերը իրենց առևտրով մեզ ոչնչացնելու են։ Պուտինը հստակ ասեց, այս տարվա առևտրաշրջանառությունը Հայաստան, Ռուսաստան ավելի մեծ պետք է լինի, քան նախորդ տարվանն է։ Իսկ դա նշանակում է ինքն արդեն թուրքերի հետ պլանավորած բաներ ունի, որ Հայաստանով պետք է բերի։ Եթե մենք ունենք 10 ձու, մենք չենք կարող 15 ձու ծախել։ Պուտինը ինչքան էլ ասի, դու այս տարի ավելի շատ ձու պետք է ինձ տաս, իմ ունեցածը 10 ձու է։ Հասկանում եք, չէ՞։ Եթե մարդն ասում է այս տարի ավելի շատ է լինելու, ինքը դրա տեղը գիտի, որը մեր երկրում չէ։ Հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Մեր պետությանը երկկողմանի Քոչարյանները դարձրել են դավաճան,
Նիկոլականները դարձել են հանցագործ։ Դե հասկացեք ինչ պետք է անենք։ Հնարքավորություն։